Գնում ենք Բերդաքար լեռ, Վայոց ձորում է գտնվում, 2221 մետր բարձրություն ունի։ Ես Ալեքսանդրն եմ, 11 տարեկան, սա իմ եղբայրն է, Արթուրը 7 տարեկան։ Ալեքսանդր, հաստատ կհասնենք։ Դու ուղղակի իմ հետևից արի, կտեսնես, որ կհասնենք։ Գնում ենք բնական բազալտե կամարի մոտ։ Անցանք գյուղերով ու արշավը սկսեցինք Կապույտ գյուղի վերջից։ Սկզբում ամեն ինչ հեշտ էր, բայց հետո ճանապարհը սկսեց դժվարանալ։ Արշավ գնալուց առաջ մենք պետք է հավաքենք մեր ուսապարկը։ Ուսապարկում պետք է լինի ջուր, ուտելիք, հագուստ, անպայման գուլպաներ, թրջվի մեկը փոխենք մյուսի հետ։ Անպայման վերցնում ենք շատ տաք հագուստ, որպեսզի մրցենք, հագնենք, որ չմրցենք, որտեղ կարող է այնտեղ շատ ցուրտ լինել։ Անպայման վերցնում ենք արևապաշտպան գլխարկ։ Մոռացա ձեռնափայտը, արշավական ձեռնափայտը։ Այդ ամենակարևոր բաներից է, առանց դրա դժվար կլինի։ Հա, ճիշտ են գնում ուրեմն։ Շարունակեցինք քայլել հետևելով նշաններին։ Այս նշանները շատ կարևոր են։ Եթե միշտ հետևեք նշաններին, չեք շեղվի ուղուց։ Օգնեցիր։ Դու ուժեղ ես գնա։ Ես նշաններով եմ նկարել։ Երևի ուրիշ արշավականներ, որ մարդիկ չկորեն։ Բարձրացանք մի շատ գեղեցիկ հովիտ։ Էս ինչ դժվար ճանապարհ է։ Դրա համար հետաքրքիր է, էլի։ Ոնց եք։ Լավ տեղ է։ Դե քայլեք։ Գուտ տեղ է։ Եկեք մի քիչ նստեք, հանգստացեք։ Ճանապարհին տեսանք ժայռերի վրա փորագրված խաչքարեր։ Շատ հին են, երևի պատմություն ունեն։ Վայոց ձորում սենց շատ սիրուն տեղեր կա։ Մի քիչ հանգստացանք ու նորից ճանապարհ ընկանք։ Պետք է արշավի ժամանակ հանգիստ քայլել, որ էներգիա շատ չկորցնես։ Նայ, վերևից կաթացել է, ինչեր ակատ, ես էլ ակատ իսկել է։ Հա, նենց է կաթացել, որ նայս սևացել է։ Չէ, կաթում է, Վերջապես հասանք բազալտե մեծ կամարին։ Ամենահետաքրքիր արշավն է մեր կյանքում։ Նայեք ինչ բնական բազալտի կամար է։ Ժայռերից ստեղծված։ Չնայած ճանապարհը դժվար էր, բայց կարողացանք հաղթահարել այդ բարձունքը։
Բա մյուս անգամ ուր գնանք։ Չգիտեմ, Վայոց ձորում շատ լավ տեղեր կան։ Մի հատ լավ երթուղի կգծենք, կգնանք, դե բայց հիմա արի նկարվենք։ Ասակ,